Ռիգայում տեղի ունեցած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի հայ ըմբիշները ընդհանուր հաշվով նվաճեցին 4 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե եւ 1 բրոնզե։ Հատկանշական է, որ 4-ից 3-ը ներկայացնում են Գյումրին։ Եվրոպայի չեմպիոն հռչակվեց մինչև 71 կիլոգրամ քաշային Վարշան Պորանյանը։ Գյումրեցի ըմբիշը հաղթեց ռումինացի, պորտուգալացի, բուլղարացի եւ հունգար ըմբիշներին։ Դուրս եկավ եզրափակիչ, որտեղ գոտեմարտեց սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչի հետ եւ հաղթեց 3-0 հաշվով։ Նույն օրը մինչև 75 կիլոգրամ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց Կարապետ Չալյանը։ Գյումրեցի ըմբիշը մինչև մեդալ նվաճելը հաղթեց գերմանացի եւ բուլղարացի ըմբիշներին։ Քառորդ եզրափակչում նա զիջեց վրացի Զուրաբի Տատունաշվիլուն։ Վերջինս հասավ եզրափակիչ, ինչը թույլ տվեց Չալյանին պայքարելու բրոնզե մեդալի համար։ Մրցակիցը ադրբեջանցի Էլվին Մուրսալիևն էր։ Հայ ըմբիշը հաղթեց 4-0 հաշվով եւ դարձավ բրոնզե մեդալակիր։ Նախորդին Եվրոպայի փոխչեմպիոն էին դարձել Ռոման Ամոյանն ու Արթուր Ալեքսանյանը։ Մինչև 98 կիլոգրամ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը եզրափակչում մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Նիկիտա Մելնիկովի հետ, որին մինչ այդ պարտվել էր 2 անգամ։ Ցավոք, այս անգամ էլ չհաջողվեց ռևանշի հասնել։ Աշխարհի գործող չեմպիոնը զիջեց 4-0 հաշվով եւ բավարարվեց արծաթե մեդալով։ Հաբետ Հարությունյան այսօր։